հրահանգում է Ես կարող եմ ձեզ հարցնել։ Իսկ դուք Zoom հարթակում երբևիցե բացատրել եք այն հարցը, ինչպես եք վարվելու ինֆեկցիոն հիվանդների, տուբերկուլոզով հիվանդների հետ, երբ որ նախարարը հայտարարում է, որ պետք է վերապրոֆիլավորվեն ինֆեկցիոնիստները եւ ֆիզիատրները, այլևս պոլիկլինիկաներին այդ մասնագետները ակտուալ չեն եւ պետք է դառնան ընտանեկան բժիշկներ։ Այդ հարցը դուք որպես փորձարու, ես ձեզ ճանաչում եմ երկար տարիների պրոֆեսիոնալ, այդ հարցը տվել եք կամ ինչպես եք դուք որպես սպիտակ խալաթ հագնող պրոֆեսիոնալ բժիշկ գնահատում, ինչպես նաև ադմինիստրատոր, որ Հայաստանի Հանրապետության պոլիկլինիկաներում ֆիզիատրներ եւ ինֆեկցիոնիստներ չպետք է լինեն, հաջորդը լինելու են գինեկոլոգները եւ մնացած այլ մասնագետները։ Իհարկե, այդպիսի որոշում չի կայացվել, բայց որպես ես ասեմ, որպես քանի տարվա կազմակերպիչ առողջապահության, ինչ եմ ուզում ասեմ, այո, իրենց մոտ խնդիր կառաջանա, որովհետև խորհրդատվությունները, այսինքն կյանքում առաջին անգամ հանդիպող դեպքերը շատ ավելի քիչ են այդ մասնագետների մոտ, եթե որոշենք, որ այո, վարձատրությունը լինելու է հիմնականում խորհրդատվություններով, այո, այս դեպքում երևի թե այս մասնագետները որոշ չափով պետք է տուժեն, ինչ որ բան պետք է մտածել։ Տարբեր առաջարկություններ ա եղել, սկսած նրանից, որ իրենց վարձատրությունը էլի միգուցե թողնեն պեր կապիտայով, տարբեր, էլի եմ ասում, տարբեր առաջարկություններ եղել են։ Հարց տամ, էլի, լոգիկային ավելի մոտ չի, որ ինֆեկցիոնիստը ու ֆիզիատրը ավելի իրանց աշխատանքի լավ լինելը գնահատվում է նրանով, որ իրանք հիվանդ չունենան։ Ոչ թե լոգիկայով դա ազգային ծրագրում որովհետև ավելի լավ է իրանք կարողանան կանխարգել են հիվանդ չունենան խորհրդատվություն չանցկացնել, քան իրանք լիքը հիվանդ ունենան ու մեր մոտ տուբերկուլոզի տարբեր իրենց վարձատրության մի քանի մեխանիզմներ են քննարկվել։ Մենք ունենք, այո։ Երևի այո։ Կարող եք հանդիպել ֆիզիատրին։ Ես էլի եմ ասում, եկեք այսպես տնօրենի մոտ բարձրանանք, ինքը եկեք մենք բժիշկների հետ շփվենք, հետո տնօրենի մոտ բարձրանանք, լավ, որովհետև բոլոր դժվարությունները նաև փոխանցենք տնօրենին։ Որ բոլոր խնդիրները կարողանանք օբյեկտիվ ներկայացնենք նաև տնօրենին։ Որտեղ է ֆիզիատրը նստում, եթե կարելի է։ Ֆիզիատրը նստում է ներքևում, մուտքը դրսի կողմից է, դրսի կողմից առանձնացված է։ Մի հատ մտնենք, հետո գնանք այստեղ ֆիզիատրի մոտ։